Մոտ 2-3 ամիս առաջ ասում են Գեղարքունիքի մարզպետը Լուրերկան, Գեղարքունիքի մարզպետը Տավուշի մարզպետն է եղել եւ ձեզ հետ, նաեւ ինչպես նաեւ Կոտայքի մարզպետն է եղել։ Դուք բոլորով գնացել եք Սևանի ափին, գոլեգաներով հավաքվել եք, խնջույք եք մասնակցել Սևանի ափին, խնջույքին մասնակցելուց հետո հնչել են կրակոցներ։ Ինչ է եղել Չի եղել, խնջույք չենք մասնակցել։ Երբևիցե չեք մասնակցել 2-3 ամիս առաջ ձեր գոլեգաների հետ գնաք Սևանի ափին հավաքվել եք ու կրակոցներ։ Իրավապահ մարմինները վերադասներին զեկուցել են որ դեպքի մասին մտավախություն չունեք։ Ես վստահ եմ, որ դուք ինֆորմացիային ճիշտ չեք տիրապետում կամ ընդհանրապես ճիշտ է որ նա մենք տիրապետում կամ ընդհանրապես այդպիսի ինֆորմացիա որտեղից եք վերցնում դուք ասեք։ Մենք տեղեկությունները ստացել ենք, իրավապահ մարմինները ձեզ տվել են, նախ ասեմ ձեզ, չի եղել նման դեպք, գոնե այս տարի, որ գոլեգաների հետ ինչ-որ խնջույքի մասնակցենք Սևանի ափին, երկրորդը ընդհանրապես են բացառում։ Մտավախություն չունեք, որ իրավապահները եթե զբաղվում պարոն Սաքսյան ձեր հետևից գան։ Զուտ իրավական Հնարից ջան, դուք օրինակ վախենում եք, որ ձեր հետևից գան, չեղած բանի համար։ Բայց ես խիպտի վախենամ, չեմ հասկանում։ Կամ ինչ պետք է մտավախություն ունենա։ Դուք հիմա եկել եք եւ ազգային ժողովում ըստ էության ներկայացնել եք բյուջեի հաշվետվությունները։ Կասեք ձեր մարզում քանի աշխատատեղ է ստեղծվել։ Տեսեք, հենց հիմա այս պահին 145 թափուր աշխատատեղ կա շին հրապարակներում, մարզպետի աշխատակազմը նախ պարբերաբար հրապարակում է թափուր աշխատատեղերի մասին, այս պահին գոնե 145-ի մասը կարող եմ ձեզ ասել, որ թափուր տեղ ունենք ու հրապարակել ենք համալրման համար։ Իսկ քանի մարդ է մարզից արտագաղթել ունեք թվեր տասացը։ Չեմ կարող նման։ Չեք տիրապետում, թե գիտեք։ Չեմ տիրապետում հաշվի առնելով, որ ներգաղթ ունենք, չեմ կարող արտագաղթի մասին հիմա հստակ տվյալներ ներկայացնել։ Քանի որ ներգաղթում եք։ Այո։ Ներգաղթի թվերը գիտեք։ Ներգաղթի թվերը մոտ 3000-ի է հասել։ Կարող է բանը Վայոց-Ձորի մարզինման, չէ, Լոռու մարզինման հնդիկներն են գալիս։ Որտեղ Լոռու մարզպետը ասել հնդիկները գալիս են մեր մարզում աշխատելու։ Ո՞ր իրենք են գալիս։ Ոչ։ Մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մարզի ծագումով Գեղարքունիքցիները։ Ձեր պաշտոնավարման օրոք մարզից նշեցիք, որ ներգաղթի թվերը տիրապետում եք, արտագաղթին չեք տիրապետում, իսկ քանի ջուր ու գազ չունի, քանի գյուղ չունի ջուր ու գազ, այդ թվերին տիրապետում եք։ Տեսեք, ունենք բնակավայրեր, իրոք որ չունեն գազ, գազամատակարարում չկա այդ բնակավայրերում, բայց հիմա մենք քննարկում ենք ծրագիր, առաջարկություն ենք ներկայացրել, որպեսզի բոլոր բնակավայրերը անկախ նրանից բնակիչը կցանկանա դառնալ բաժանող թե չէ, մենք այդ բնակավայրերը գազաֆիկացնենք։ Հետո դրանից հետո բնակիչը թող ինքը որոշի։ Մոտավորապես 17 բնակավայր ունենք, որոնք բնաբան գազաֆիկացված չեն։ Բայց ջուրը տանցակսն։ Ջրի մատակարարումով այդպիսի բնակավայր չունենք, որ ջրամատակարարում չունեն։ Ունենք բնակավայրեր, որոնք 100%-ով ջրաֆիկացված են, բայց ունենք բնակավայրեր, որոնք 80, 90, 95%-ով են ջրամատակարարումով ապահովված, բայց որ ջրամատակարարում չունենան, չկա այդպիսի բնակավայր Գեղարքունիքի մարզում։